Այ հիմա այս զգացողությունն է իմ մոտ, որ Տերը նորից ինչ-որ բան է ուզում անի, բայց ստեղ ավելի շատ բնավորության հետ կապված կարծրատիպեր է ինքը կոտրում։ Ու իմ զգացողությունն է, միգուցե սխալվում եմ, բայց զգում եմ, որ Սուրբ Հոգին ստեղ է, որ որոշ բաներ քեզ ցույց տա, որ քո մոտ է դու քեզ արդարացնում ես, որ դու այդպիսին ես, բայց ուզում եմ լսես, որ Տերը ասում է դու այդպիսին չես, թշնամին քեզ խաբել է ու խաղացնում է խամաճիկի պես։ Ախ, եթե լսեք, ախ, եթե կարանաք վերցնեք ու մտնեք ու թույլ տաք, որ Սուրբ Հոգին կտրի այդ թելերը։ Դե ես ներվային եմ, սատանան խաբել է քեզ ու բերդ է կառուցել քո մեջ։ Դե ես էսպիսին եմ, դա սուտ է, ես անտարբեր եմ, դա սուտ է, ես չներող եմ, դա սուտ է, բա ինչպիսին եմ ես։ Ինչպիսին ես էմնա, դու այդպիսին ես։ Ու Աստված քեզ նախատեսել է, որ դու իրավորթու բնույթ ունենաս ու իրավորթու կերպարանք ունենաս։ Մնացած ամեն բան, ինչ որ չի համապատասխանում իրավորթու բնույթին, բնավորությանն ու կերպարանքին, պիտի կտրես ու տենգցես։ Այ դու այդպիսին ես։ Ու Հովհաննես առաքյալը կասի, ինչպես նա էր երկրի վրա, այդպիսին էլ մենք ենք։ Տեր Հիսուս դու շարժվում ես քո տան մեջ, սա քո տունն է, դու Տեր ես ստեղ, դու ստեղ դրսից թակող չես, դու ստեղ ներսում խնջույք անող ես, այո կան տներ, որտեղ դու դրսից ես թակում, բայց դու տանն ես, դու հայր ես, դու Տեր ես, ես խնդրում եմ քեզ, որպեսզի շարժվես, գործես, իմ աստվածաբանության մեջ չի մտնում, թե դու ինչպես կարող ես փոխել մարդու բնավորությունը, բայց երբ որ քո հոգին խոսում է, ես ուզում եմ խոսեմ այն ինչ որ քո հոգին է ասում։ Կպիր մեզ Տեր, ու թեև վերջում մարդիկ կանգնած իրար հետ խոսում են, կարծես թե սա իրանց չի վերաբերվում, կպիր իրանց հենց հիմա Տեր, վերջից սկիզբ, կպիր բոլորին, որտև սա բոլորին է վերաբերվում, կտրիր ամեն թել, որ թշնամին օգտագործում է, թեկուզ այդ թելերը թափանցիկ են, ձկան թելի պես, բայց Տերը կտրում է, Տերը մկրատ ունի, որ կտրում է ամեն կապ թշնամու հետ, կտրում է ամեն բնավորության գիծ, որը որ քեզ խանգարում է, որ դու հասնես քո կոչմանը, կտրում է ամեն սուտ, որ թշնամին խոսացել է քեզ, որ դու այդպիսին ես։ Օ, Տեր, հալելույա Տեր, դու կպիր Տեր, դու կտրիր Տեր, դու ազատիր Տեր, հալելույա։ Գիտեք, Աստված մեզ տենց չի օգտագործում թշնամու պես։ Աստծո խոսքը ասում է, որ ինքը քամու պես մեզ քշում է։ Որտեղ քամին փչում է, մենք ընդեղ ենք գնում։ Սատանան քեզ վերցնում է քո բնավորությունը իր ստերով քեզ սկսում է խաղացնել, բայց Աստված տենց չի։ Ուղղակի քեզ պետք է քո առագաստը բացես։ Ու ինքը քեզ տանում այնտեղ, որտեղ քեզ պետք է։ Ինքը քեզ չի ենթարկացնում, դու քո կամքով ես իրան ենթարկվում։ Հալելույա Տեր։ Հիմա շատ ուժեղ, շատ հետաքրքիր ժամանակ է, շատ ուժեղ բան է Տերը անում հիմա։ Ու միգուցե այն ստերը, որ թշնամին խոսել է քեզ, թե դու այդպիսին ես, այսօր ստեղից գնաս լրիվ ազատ։ Հալելույա